գրավոր բանավոր ստացել եմ։ Եթե նախաբանն եք, ասեք, եթե Կարամ նախաբան ասեմ, որովհետև հարցերի 90%-ը արդեն կանխատեսել են ու այս օրերին շատերը տվել եք չեմ պատասխանել։ Հակիրճ անդրադառնամ իմ եւ Ալեն Սիմոնյանի հետ կապված հարցերին։ Ուրեմն Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական վարույթ սկսելու մասին դիմել է քաղաքացիական պայմանագիր կուսակցության վարչությանը 2025 թվականի մարտի 4-ին։ Հիշեցնեմ, դա այն օրն էր, երբ ազգային ժողովում քննարկվում էր իմ կողմի շարժանառության մեջ դրված օրենքի նախագծերի փաթեթը, որով նախատեսվում էր 2 անգամ բարձրացնել խաղային ոլորտի հարկային բեռը, այսինքն գործող տուրքերը, եւ բարեբախտաբար նաեւ այդ վարույթը չխանգարեց եւ օրենքը ընդունվեց հաջորդ օրը։ Սա ինչու եմ ասում, որովհետեւ ես այստեղ ուղիղ կապ եմ տեսել, թե ինչու իմ գործընկեր Ալեն Սիմոնյանը իմ նկատմամբ կարգապահական պատասխանատվություն հարուցելու դիմումը ներկայացրել է հենց մարտի 4-ին, այլ ոչ այլ օր։ Սա ասում եմ կապված այս խնդրի հետ, այլ հարցերի խնդրում եմ այլ հարցեր չտալ, քանի որ այս պահին նպատակահարմար չեմ համարում պատասխանել այս հարցերին, որոնք կապված են սրա հետ։ Ամենամեծ կապի մասին խոսենք, թերևս մամուլում ամենահետաքրքիր կարող ենք ստորի թե հարցում եք։ Խնդրում կարճ։ Կարգապահական վարույթ կապված։ Կարգապահական վարույթի համար։ Ես չասեցի Ալեն Սիմոնյանը ուղիղ կապ ուներ, ես ասեցի, որ վարույթ հարուցելու օրը կապում եմ ես նախագծի քննարկման հետ, այսինքն այդ օրը մարտի 4-ին պետք է քննարկվեր իմ կողմի շրջանառության մեջ դրված նախագիծը 24-ժամյա ռեժիմով։ Դուք գիտեք, որ ազգային ժողովում 24-ժամյա ռեժիմով հարցերը քննարկվելուց հետո անմիջապես քվեարկվում են։ Այդ դեպքում բացառություն էր եւ հարցի քննարկումից հետո հարցը չդրվեց քվեարկության եւ միայն քվեարկության դրվեց հաջորդ օրը մարտի 5-ին։ Այլ մանրամասներ այս բանը չեմ ցանկանում անդրադառնալ, քանի որ ես դիմել եմ, ես նաև այդ հարցի քննարկումից հետո, ինչպես հայտարարել է քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը իր հայտարարության մեջ, ապրիլին դիմել եմ Ալեն Սիմոնյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցով, այդ ճանճին խնդրում եմ Տարեկ։ Այո։ Եվ հարցը չի քվեարկվել եւ հարցը չի քննարկվել մինչեւ սեպտեմբեր ամիսը եւ քննարկվելու միայն սեպտեմբերին եւ նաեւ անդրադառնամ այդ կետին կուսակցության հաղորդագրության մեջ տարածված է նման միտք, որ Հայկ Սարգսյանը 2 անգամ հրավիրվել է, սակայն չի ներկայացել իր դիմաց դիմումի քննության համար, ասեմ որ դա այդպես չէ, ես մեր կուսակցությանը խնդրել եմ, որպեսզի այդ մասը խմբագրեն, քանի որ ինձ որևէ մեկը չի հրավիրել, անգամ ասեմ ավելին, ես եմ դիմել մեր կուսակցականներին, որպեսզի հարցը ես արդեն ասեցի այն ինչ որ ասեցի, այսինքն ինձ որևէ մեկը չի հրավիրել, ես խնդրել եմ մեր կուսակցությանը, որպեսզի խմբագրեն այդ հատվածը, քանի որ որպեսզի նման տպավորություն չստեղծվի, թե ինչու է Հայկ Սարգսյանը դիմել եւ չի ցանկանում մասնակցել իր դիմումի քննարկմանը։ Ցավոք, այս պահին ես տեղեկություն չունեմ, ոնց որ ոչ։ Ուրիշ հարցեր խնդրում եմ։ Պարոն Սարգսյան, դա մի մեծ բան չի, կարելի է ստատուսը բացեք նայեք։ Չեմ ցանկանում այդ հարցին անդրադառնալ, անհետեցություն է դա, չեմ պատկերացնում ես նման ընդհանրապես բան։ Չարեք, այս թեման վերջացնենք նոր էլի։ Այս թեման վերջացեցինք, խնդրում եմ։ Եթե լրացուցիչ բաներ կարիք կլինի կուսակցությունը կամ ես դրա մասին հանդես կգամ։ Ինչ վերաբերվում է կներեք, անդրադառնամ մյուս շատ տրվող հարցերին, հաճախ սկսած 2019 թվականից, երբ ես ընտրվել եմ ազգային ժողովի падգամավոր եւ այն ժամանակ աշխատում եի եւ գործունեություն էի ծավալում տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովում, ես իմ գործունեությամբ խանգարել եմ մի շարք գործունեության տեսակներին, որոնց մեջ առաջին թվում դա խաղային ոլորտն է, ես դա համարում եմ չարիք ու մշտապես խոսել եմ այդ մասին, որ խաղային ոլորտը չարիք է Հայաստանի Հանրապետությունում։ Այս իմ հրապարակային աշխատանքից հետո ես թիրախավորվել եմ ու գտնում եմ, որ դա հիմնականում եւ առավելապես խաղային ոլորտին սպասարկող անձանց կողմից է եղել այդ գրոհը եւ ինձ շարունակաբար մեղադրել են տարբեր հանցագործությունների մեջ, սկսած քրեական աշխարհի հետ կապ ունենալուց, սկսած թմրամիջոցների բիզնեսի կապ ունենալու հետ, տարբեր սպանությունների կամ տարբեր ինքնասպանությունների մեջ փորձելով կապելով ես փորձել եմ մեծամասամբ չանդրադառնալ այս հարցերին, բայց այսօր ուզում եմ պատասխանել